Անձրև լինի ցուրտ, թե շոկ, սաստիկ խցանումների մեջ, ղեկին աշխատանքային օրն անցկացնող մարդկանց համար նախընտրական խոստումների մի ամբողջ փաթեթ է մշակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը։ Մի հատ տեխնացուն է, որ նոր այդ օրենքը, որ ասում եք ուզում են նախընտրական խոստումա, նոր ես լսում եմ։ Հայաստան դաշինքի նախընտրական ծրագրով առաջարկվում է ստաժավորել տաքսու վարորդների աշխատանքը։ Ոգևորված են վարպետ վարորդները։ Վերջապես իրենց աշխատանքը կարժևորի պետությունը, ինչպես առաջներում է եղել։ Տաքսու վարորդի մասնագիտությունը դա մի հատ մեծ գիտություն է համալսարանի նման։ Դուք պատկերացնում եք, ես 30 տարի ակշում եմ, ինչքան մարդ եմ տեսել ու շփվել։ Սաղ է դյոլա ես հետում, չէ՞։ Կռվով դավով տուն չես եթանում։ Վարորդի ստաժը արժի հաշվել, որտեղ այսօրվա դրությամբ այս 21-րդ դարում վարորդի գործը շատ ահավոր է դժվարացել, որտեղ դա մարդկանց ներվերի հաշվին է, ամեն ինչն էլ պետք է, էլի, ստաժը պետք է հաշվել իրականում։ Քանի տարվա փորձ ունեք։ Ես վարորդական 25։ Նախկին ժամանակ սովետական միության ժամանակ տաքսու վարորդ ընդունելու համար ամենակիչը 5 տարի պետք է աշխատանքային փորձ ունեն վարորդական, նոր տեղավորային աշխատանքի։ Ես որ 70 տարեկան եմ, իմ համար դա արդեն միևնույն է, բայց երիտասարդ տարիքի տղաների քաղաքացու համար դա պարտադիր պետք է, որտեվ ես տենց եմ հասկանում, որ ստաժը աշխատում է, բայց չունենա ստաժ։ 70 տարեկանների մասին էլ է մտածել Հայաստան դաշինքը, ասում է պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Անձը եթե աշխատելու օրինակ 2010 թվականից օրենք ընդունվեց 26 թվականին կամ 27 թվականին, բնականաբար 10 թվականից սկսած իր աշխատանքային ստաժը հաշվարկվելու է։ Արծվիկ Մինասյանը բացատրում է, տաքսիների թոշակառու վարորդներին աշխատանքային ստաժ տալու դեպքում նրանց թոշակը ավելանալու է։ Եվ գործազրկության Չէ, մենք էլ նորմալ կարող ենք թոշակ ստանալ ժամանակին։ Շատ երկար տարի եմ աշխատում, բայց ոչ միտեղ գրանցված չի։ Ինձ թվում է բոլոր խելացի հասկացող մարդիկ բոլորն էլ կուզենան, որ ստաժ ունենան, որտեղ այսօրվա դրությամբ ստաժի հաշվարկով մարդիկ իհարկե չեն հասցնում թոշակի գնան, մի քիչ շուտ են մահանում, բայց բոլորն էլ կուզենան, որ ստաժ ունենան, գումար ստանան դրա համար իրենց թոշակի տարիքում։ Այո, համելին ստաժ կա համարվել է հետագայում թոշակի համար, շատ ճիշտ որոշում է։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը չորեքշաբթի է իր նախընտրական ծրագրի տնտեսական մասը ներկայացրել։ Հայաստան դաշինքը բոլոր վարորդների կյանքը թեթևացնող լուծումներ ունի։ Նախընտրական ծրագրով առաջարկվում է վերացնել բալային համակարգը։ վարորդներին թալանող տուգանման բալային համակարգը վերացվելու է։ Իսկ արագության շեղման թույլատրելի շեմը 10-ից դառնալու է 15 կմ/ժ։ Սա շատ պրակտիկ առաջարկ է։ Շատ լավ։ Ճիշտ է ասել իրենս։ Մի հատ նորմալ ոչ ճանապարհ կա, ոչ գծանշաններն է ճիշտ։ Ոնց ուզում եք արեք, էլի մի խախտում տանենք։ Ելնեմ շուշուտ է խախտում ելնեմ։ Վարորդների սրտով է նաև Հայաստան դաշինքի նախընտրական ծրագրի այն կետը, համաձայն որի արագությունը մինչև 15 կմ/ժ գերազանցելու դեպքում արագաչափերը չեն արձանագրելու խախտումը։ Երկրներում ոնց է պահանջում օրենքը բոլոր երկրների համար, թող մեր երկրում էլ տենց լինի։ Դա Ռուսաստանում 20-ել է։ Ուղղակի մեր ճանապարհները կդիմանան այդ ավել 15-ին, ես չեմ կարող ասել։ Բայց ինձ լավ չի, եթե հնարավորություն կա տենց ճանապարհին տենց արագությունը բանում, ինչի՞ չէ։ Առայժմ վարորդներին սարքերը չեն նկարում արագությունը մինչև 10 կմ/ժ գերազանցելու դեպքում։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։